Ինչպես անցավս ձեզ գիտաժողովը, ինչ արդյունքներ եք սպասում եւ արդյոք բավարարվեցին ձեր սպասելիքները։ Տեսեք, բարդ է ասել, որովհետեւ ըստ համեմատության, եթե համեմատենք նախորդ 2 տարիների հետ, իհարկե աճը ակնհայտ էր, թե դա տպագրությունների, թե ծրագրերի տեսքով եւ այլն, ինչը նաեւ հայտարարված ծրագրերի արդյունքն է, այսինքն եթե ֆինանսավորումը ընդանուր ավելացել է, այո, պետք էր ակնկալել, որ նաև դրա արդյունքները, վերջնարդյունքը պետք է ավելանար, միշտ կարելի է անել ավելին, իհարկե, եւ մասնավորապես, ինչպես իմ ելույթում նշեցի, դա այլ ծախսերի մասով բավականին խնդիրներ կան, թերևս ինստիտուտները, գիտական կենտրոնները իրենց տարրական պայմանները ապահովելու համար խնդիրներ ունեն միջոցների հայտարարման, այնինչ գիտնականների, աշխատավարձի տեսանկյունից մենք կարելի ասել ահագին առաջ ենք գնացել։ Մի քանի խնդիրներ եւս կան, դա ինձ թվում է ընթացիկ քննարկումների եւ օրենքում որոշակի ուղումներ մտցնելու արդյունքում կարելի հասնել։ Ճիշտ նշեց, որ գիտության զարգացման կամ առաջընթացի արդյունավետության ամենամեծ խոչընդոտներից եւ ամենամեծ արգելակներից մեկը դա գնումների մասին օրենքն է։ Դա իհարկե պետք է վերանայվի, դա կենսական պահանջ է, որ վերանայվի, որովհետեւ նաև դա գրավչություն է, եթե մենք այսօր խոսում ենք արտասահմանից, հատկապես եվրոպական երկրներից մասնագետների կամ պոստդոկերի կամ երիտասարդների ներհոսքի մասին, ապա պետք է նշել, որ գնումների օրենքի այսպես պատճառով կարելի ասել, մենք պրոյեկտներ ենք ծախողում, ինչի հետ, որովհետև պրոյեկտը սկսում ենք դրա հետ կապված նյութերի, սարքերի գնումները կազմակերպել եւ մինչև պրոյեկտի ավարտը հազիվ հասցնում ենք այդ պրոյեկտի հետ կապված գնումներն անել, այնինչ պետք է գնումն անել առաջի 2-3 ամսում եւ մնացած ժամանակահատվածը տրամադրել այդ նյութերը օգտագործելուն։ Այստեղ կարծում եմ կառավարությունը եւ մասնավորապես կոմիտեն իր առաջարկներով պետք է հանդես գա, իհարկե մենք որոշակի արտոնություններ կուզենայինք ունենալ այդ ոլորտում, այսինքն գնումների օրենքը շրջանցելու կամ չշրջանցելու կամ արտոնություններ ունենալու միջոցով գնումներ անել, քանի որ գիտենք, մենք ոչ մի բան Հայաստանը ըստ էության չի արտադրում եւ ամեն ինչ պետք է դրսից ներմուծենք, չհաշված լոգիստիկ խնդիրները, մենք նաեւ ունենք գնումների խոչընդոտ, այսինքն այս տեսանկյունից դա այսպես ակնառու երևի բացթողումն է մեր համակարգում, իսկ ամենամեծ ձեռքբերում որպես այդպիսին իհարկե ֆինանսավորման ավելացումը կնշեմ, որովհետև նախկին պայմաններով ակնկալել գիտնականների կամ գիտության զարգացում դա անհետեթություն էր, հիմա արդեն ինչպես նշվեց վերջի տարում առաջի անգամ վերջի 40 տարվա մեջ առաջընթաց ունենք, թե գիտնականների թվի աճի եւ թե մնացածի։ Իհարկե եւ սարքավորումներ են գնում, այսինքն դա սա կապված է, ամբողջը կապված է ֆինանսավորման ավելացման հետ։ Դա այսպես ամենալավ կետ, որ բարձրացել։ Այսօրվա արդյունքների ներկայացումը որպես հաշվետվություն ներկայացնելը բավական հետաքրքիր էր եւ կարելի ասել ես ինձ համար գոնե առանձնացրեցի մի դրվագ, որ ակադեմիայում արդեն երիտասարդ մասնագետների թվաքանակի ավելացումը տեղի ունենում եւ դա հուսադրող է։ Հուսադրող է նաեւ անհանգամանքը, որ գիտության ֆինանսավորումը էապես աճել է եւ դա մենք տեսնում ենք եւ ինստիտուտներում եւ նաեւ մեր աշխատանքային գործունեության մեջ եւ հուսադրող է, որ այդ տենդենսը երևի կշարունակվի։ Այն ինչ վերաբերում է օրենքին, այն ինչ վերաբերում է տարբեր քննարկումներին, որոնք երկար տարիներ քննարկում են եւ հույս ունեմ, որ այս տարի գոնե այդ հարցը կլուծվի եւ պատասխանը մենք կունենանք ակադեմիայի եւ կարգավիճակի մասին եւ ընդհանրապես գիտության կարգավիճակի մասին երկրում գիտությունը ինչ գիտության դերի բարձրացման մասին պետք է խոսվի անընդհատ որտեղ առանց գիտության չես կարող դու տնտեսություն զարգացնել, անվտանգություն եւ այլ։ Այդ բոլորը շահկապված են իրար հետ։ Իսկ ինչ
Ինչպես եք տեսնում գիտության դերի բարձրացում, այսինքն ինչ քայլեր պետք է արվի նման։ Ну, քայլերը դա գիտեք, քայլերը մենք պետք չի որ այսօր մենք հորինենք, այդպիսի քայլերը կա եւ աշխարհում դա ընդունված է, պետությունը պետք է իր պահանջները ներկայացնի գիտության եւ գիտական հիմնարկները պետք է այդ ուղղությամբ աշխատեն, օգնեն պետությանը, աշխատեն օգնելու տնտեսության զարգացման, անվտանգության արտաքին անվտանգության հետ կապված խնդիրների լուծման։ Այսինքն դա պետական պատվերի շրջանակներում ակադեմիական համակարգը եւ ոչ միայն ակադեմիական համակարգը պետք է համատեղ իրականացնեն այդ ծրագրերը։ Իսկ ֆինանսավորման մասով ինչ կասեք, շատերը նշեցին, որ ֆինանսավորումն է քիչ շատ ծրագրերի իրականացման։ Ну, չեմ գտնում, որ ֆինանսավորումը քիչ է, ֆինանսավորումը համատական դա վերլուծություն է, չի կարելի ասել քիչ, դա համատության մեջ է նայում։ Եթե համատենք ակադեմիայի ֆինանսավորումը մի 5 տարի առաջ եւ հիմա, կարելի է ասել, որ էական է ավելացել ֆինանսավորումը, բայց դա չի նշանակում, որ դա շատ է, բարձր է եւ այլն։ Դա պետք է պահպանվի, դա այդ տենդենսը պետք է լինի, դա է հենց գիտության գնահատականը նաև երկրի կողմից։ Բայց այսօր որ բարձրացել է, դա պետք է մենք փաստենք, որ դա այդպես է եւ պետք է հույս հայտնենք, որ հետագա տարիներին եւս բարձրացման տենդենս կշարունակվի եւ երիտասարդ գիտնականները նոր խոսք կբերեն գիտության մեջ։ Իսկ համագործակցությունների մասին ինչ կասեք օտարերկրաբուհերի կամ ինստիտուտի։ Ինչպես հաշվետվությունից երևաց, բավական համագործակցություն կա օտարերկրյա կազմակերպությունների հետ եւ դա պետք է խրախուսել այդ երևույթը, որտեղ դա հենց մեր ակադեմիայի հիմքում դրված է, որտեղ ակադեմիան ունի արտասահմանյան անդամներ, որոնք այդ գործը տեղերում փորձում են իրականացնել եւ դա խրախուսելի հանգամանք է։ Заведующий лабораторией окисления углеводорода в Институте химической физики Российской академии наук. Это институт, который вот родственный. Здесь есть Ереванский институт химической физики имени Рама Багратовича Налбандяна, который был как раз родственный нашему институту. А Рам Багратович создал этот институт, вернувшись из Москвы здесь в Армении. Поэтому мы очень тесно сотрудничаем с нашими коллегами, у нас совместные работы, совместные публикации. И вот эти два наших института поддерживают очень тесные связи между собой. Конференция прошла очень, это даже не конференция, это общее собрание, было очень интересно. Конечно, мы цифры о тех свершениях, которые за последний год в армянской делали Институт Армянской академии наук, было очень интересно, конечно, очень впечатляюще. Перед этим мы были в институте наших коллег, мы посмотрели очень, я бы так сказал, за последние 2-3 года очень большой прогресс и в оборудовании, появляются новые кадры, новые ученые, причем возвращающие специалисты, которые возвращаются из-за рубежа сюда, в Армению, и это очень интересно, очень вдохновляюще, очень впечатляюще, и, в общем-то, исследования ведутся на таком мировом, высоком мировом уровне. Да, конечно, масштаб, надо понимать, конечно, масштаб в Армении не такой, как в больших странах, но те исследования, которые здесь проводятся, они вполне находятся на мировом уровне и вносят достаточно высокий вклад в мировую науку.